Ժողովուրդ ջան, ուրեմն նախ ցանկանում եմ մեր կենսաթոշակառուներին շնորհավորել։ Այն 10,000 դրամը, որը որ երեք անոնսվեց որպես թոշակի բարձրացում, նրանց բոլորին շատ անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է, որովհետև մարդկանց զգալի մասը այդ 10,000 դրամը նույնիսկ դիտարկում է որպես մեծ հաջողություն, մեծ բարեմաղթություն։ Այս իմաստով ես նրանց բոլորին շնորհավորում եմ եւ բոլորին ասում եմ, որ սա ձեր հաղթանակն է։ Հավանաբար այս քաղաքական խմբակը, որը որ դեռևս ունի այդպիսի կաշառքներ, ընտրակաշառքներ բաժանելու դեռևս լիազորություն, հնարավորություն, նրանք չեն ճանապարհորդում մարզերում, քաղաքներում, գյուղերում։ Ուրեմն Արթիկից մինչև Լոռի, Լոռից մինչև Տաուշ, Տաուշից մինչև Սիսիան, մնացած Արտաշատ, Արադ, մնացած բոլոր մարզերը գնացել ենք։ Այդ բոլոր մարզերում մենք ունենք մեր գրասենյակները, բոլոր մարզերը մեր գրասենյակներին կից գործում են տարիցների ակումբները եւ այս իմաստով ձեզ ասեմ մարդկանց հետ շփումը, մարդկանց զարկերակը, մարդկանց ամենուր հոգսերի հետ որ մենք ծանոթանում ենք, մենք հասկանում ենք, որ այս մարդիկ արժան են ոչ թե 10,000-ների կամ 25-30 հազարների, այս մարդկանց սահմանադրական դա իրավունքն է եւ նրանք արժան են ավելի բարձր գումարների։ Հիմա մի համեմատություն եմ ուզում անցկացնեմ, համեմատությունը դա մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի թոշակառուի ստացած գումարների մեջ է։ Ուրեմն Ադրբեջանում ստանում են հայկական թոշակառուից ավել 2 անգամ բարձր թոշակ, Վրաստանում մոտավորապես 1.5 անգամ բարձր, Թուրքիայում ստանում են մոտավորապես 4.5 անգամ բարձր թոշակ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս երկիրը մոռացել է թոշակառուին, մոռացել է այս երկիրը կառուցողը։ Հիմա մենք հրապարակում ենք, չէ՞, այս շենքերը, որ մենք տեսնում ենք, այս բոլոր շենքերը կառուցել են թոշակառուները։ Այս ճանապարհները կառուցել են թոշակառուները, մետրոն, ենթադրենք այս նույնիսկ այգիները, բոլորը կառուցել են թոշակառուները, եւ այս մարդիկ դուրս են մնացել պետական հոգացությունից։ Հիմա այդ 10,000 դրամի հետ կապված մի ցանկություն կա ասելու, որ 10,000 դրամը, որը որ անոսվեց իբր թե օժանդակություն, սրա մասին կարելի ասել կառավարության բոլոր անդամները տեղյակ չէին։ Ընդամենը 1-2 օր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար այդ երիտասարդը պնդում էր, որ թոշակ ովքեր պահանջում են բարձրացնելը, նրանք պոպուլիստներ են, նրանք խաբում են ժողովրդին, նրանք բյուջեի ծախսերի տեղը չգիտեն, նրանք սա չգիտեն մնացածը, բայց ես հավատացնում եմ, որ այս մեր պահանջը, որ 50%-ով բարձրացնենք թոշակները եւ յուրաքանչյուր տարի մենք ինդեքսավորում կատարենք, սա հստակ հաշվարկված էր։ Հստակ հաշվարկված էր սրա տակ կար պլանային տնտեսագիտական ֆինանսական հիմնավորումներ եւ այս իմաստով մեր պահանջը ոչ թե պոպուլիզմ էր, դա հիմնավորված պահանջ էր եւ այդ հիմնավորված պահանջին, երբ որ միացավ մեր ժողովրդի թոշակառուների, նրանց ընտանիքների, երիտասարդների կամքը, մենք կհասնենք հաջողության։ Սա ընդամենը մեկ քայլ է դեպի մեր հաղթանակը։ Ես ձեզ ասում եմ եւ մեր թոշակառուներին հավաստի ասում եմ, որ ամռանը, երբ մենք իշխանության մաս կկազմենք, այդ 50%-անոց մեր նպատակը, որ մեր առջև դրած էր եւ ինդեքսավորումը, դա չի լինելու մեր համար վերջնական կետ։ Սոցիալական ծրագիր մենք ունենք մշակած 87 կետից բաղկացած եւ դա անընդհատ կետ առ կետ հանրայնացնում ենք եւ այդ սոցիալական ծրագիրը իր աշխատանքների ավարտին բերելու է ոչ թե 50%-անոց աճ, 100 եւ ավելի եւ դրան միասին սոցիալական բազմաթիվ արտոնություններ թոշակառուի իրավունքը այս երկրում պետք է լինի անվտանգ ապրել սոցիալական բավարարության մեջ եւ ապրել այն մտքով որ ինքը ապրում է իր երազանքի երկրում։ Շնորհակալություն։